հոգևոր զարթոնք ենք ապրում։ Դրա համար էլ այս հալածանքները, այս ամեն ինչը մենք էլ պատվով ենք տանելու, ինչպես մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը պատվով հաղթահարեց եւ լուսավորեց մի ողջ եթանոս ազգ, մենք էլ պարտավոր ենք մեր լուսավորչահիմը եկեղեցին ամուր եւ հաստատուն պահել։ Նկատի ունեք հարձակումները իշխանությունների կողմից։ Ես նկատի ունեմ բոլորի կողմից։ Աշխարհում այսօր չարի եթներգործությունները շատ են, բայց մենք միշտ հաղթանակած ենք դուրս գալիս։ Աստված ողորմի մեր ազգին, նորից իջնի, նորից մեզ այցելի, չնայած չեմ էլ կասկածում, որ Աստված ներկայա հիմա մեզ բոլորիս մեջ, որովհետև մենք այն աշխարհի Քրիստոսա հավատ կորիզն ենք, հայ ժողովուրդը, կորիզն ենք եւ հավատում եմ, որ հայ եկեղեցին, մեր Սուրբ Էջմիածինը հաստատուն կմնա մինչև Տիրոջ երկրորդ գալուստը։ Ուրախավորումը պատահական է համարել։ Ես չեմ սիրում, չեմ սիրել, չեմ ընդունում իրանց, չեմ էլ ուզում կենտրոնանամ իրանց ասացի վրա։ Ամեն մարդ վաղը մյուս օր դատաստանի առաջ կանգնելու։ Մտածի, բերանից դուրս եկածով պետքա դատվենք։ Ամեն մարդ հո մտածի, որովհետև բոլորս մահկանացուներ ենք, ոչ մեկ հավիտենական չէ, ոչ իշխանություն, ոչ պետություն, մենակ Աստված հավիտյան։ Հավիտենական դատավորի առաջ են կանգնելու։ Բոլորը մտածեն իրանց մասին, իրանց հոգեփրկության մասին։